Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք փորձնական ճանապարհով կուսումնասիրենք էլեկտրամագնիսական մակածման երևույթը և կհամոզվենք Ֆարադեի և Լենցի օրենքների ճշմարտացիության մեջ։ Ֆարադեի օրենքը պնդում է, որ մետաղական կոնտուր թափանցող մագնիսական հոսքի փոփոխության դեպքում նրանում մակածվում է էլեկտրական հոսանք։ Իսկ ահա Լենցի կանոնի համաձայն մետաղական կոնտուրում առաջացած մակածման հոսանքն ուղղված է իր առաջացման պատճառին հակառակ։ Ահա մենք փորձնական ճանապարհով կուսումնասիրենք այս երկու օրենքները։ Ֆարադեի և Լենցի օրենքների ցուցադրության սարք։ Սարքն ունի LED աղբյուրով վահանակ, պղնձե օղակ, ինդուկցիոն կոչ, նեոդիումային մագնիս, հաղորդալարեր խրոցակներով, արգղիկ հարվածային բարձիկով, թափանցիկ խողովակ, մետաղյա կալան, ամրակալներ։ Հաստատուն մագնիսի հետ աշխատելիս այն հեռու պահել սուր կտրող գործիքներից, որոնք պատահականորեն ձգվելով մագնիսին կարող են վնասել։ Արգղիկ հարվածային բարձիկի վրա ամրացնել թափանցիկ խողովակը, արգղիկը տեղադրել խողովակի ներքևի մասում, թափանցիկ խողովակին հագցնել պղնձե գլանը։ Մագնիսը խողովակի միջով բաց թողնենք և հետևենք նրա ընկնելու ընթացքին, երբ այն անցնում է պղնձե գլանի միջով։ Նույնը կրկնենք մագնիսը շրջելով, փոխելով բևեռների դիրքը։ Մի քանի անգամ կրկնենք փորձը մագնիսի տարբեր դիրքերում և հետևենք նրա ընկնելու ընթացքին, երբ անցնում է պղնձե գլանի միջով։ Բոլոր դեպքերում էլ տեսնում ենք, որ մագնիսը ընկնում է դանդաղ, երբ անցնում է պղնձե գլանի միջով։ Երկու դեպքում էլ ըստ Ֆարադեի օրենքի պղնձե փակ կոնտուրում թափանցող մագնիսական հոսքի փոփոխության պատճառով մակածվում է էլեկտրական հոսանք։ Առաջացած մակածված հոսանքն իր հերթին ստեղծում է մագնիսական դաշտ, որը հակադրվում է մագնիսի շարժմանը, համաձայն Լենցի օրենքի։ Արդյունքում մագնիսը դանդաղում է, ընկնում է ավելի դանդաղ, քան կընկներ առանց պղնձե գլանի։ Այժմ շարունակենք փորձը, պղնձե կոնտուրը փոխարինելով պղնձե կոճով։ Պղնձե կոճը ամրացնենք վահանակի վրա։ Մագնիսը բաց թողնենք թափանցիկ խողովակով։ Այն ինչպես տեսնում եք, անցնում է նաև կոճի միջով, սակայն հոսանք չի առաջանում։ Վահանակի վրա հավաքված սխեման բաց է, ահա թե ինչու մակածված հոսանք չի առաջանում։ Դրանում կհամոզվենք նաև, եթե շղթան փակենք։ Հաղորդալարերով կատարենք անհրաժեշտ միացումները վահանակին։ Սկզբում փակենք շղթան միայն մեկ լեդի համար, օֆ։ Մագնիսը բաց թողնենք և ահա կանաչ լեդի լուսարձակումը ցույց է տալիս, որ շղթայում կա մակածված էլեկտրական հոսանք։ Հոսանքի առկայությունը հաստատում է Ֆարադեի օրենքը։ Վահանակի փոխանջատիչը տեղափոխենք մյուս դիրքին, on։ Մագնիսը բաց թողնենք և հետևենք լեդերի վառվելու հերթականությանը։ Այս պահին մեր փորձում նախ վառվեց կարմիր լեդը, ապա նաև կանաչը։ Կրկնենք փորձը, մագնիսը շրջելով, բևեռների հակառակ ուղղությամբ և կրկին ուշադրություն դարձնենք լեդերի վառման հերթականությանը։ Ինչպես տեսնում եք, այս անգամ լեդերի վառվելու հերթականությունը փոխվեց։ Սկզբից վառվեց կանաչ լեդը, ապա նաև կարմիրը։ Դա նշանակում է, որ փոխվել է հոսանքի ուղղությունը։ Իսկ ահա հոսանքի ուղղության փոփոխությունը բացատրվում է արդեն Լենցի օրենքով։
Մենք փորձնական ճանապարհով համոզվեցինք նախ Ֆարադեի օրենքի, ապա նաև Լենցի օրենքի ճշմարտացիության մեջ։ Մետաղական կոնտուր թափանցող մագնիսական հոսքի փոփոխության դեպքում նրանում մակացվում է էլեկտրական հոսանք։ Մետաղական կոնտուրում առաջացած մակացման հոսանքն ուղղված է իր առաջացման պատճառին հակառակ։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։